Լույսը հաղթելու է խավարի։ Միանշանակ։ Սյուզի, եկի չէ, տելես։ Ժողովուրդ ջան, լավ եք։ Բարի, ապրես։ Ապրեմ կոտաբանալ, որ ձեզ համոզեց։ Էլ ֆանագրամայով չենք շփվում, չէ՞, ինչպես կասել Դավիթ Ամալյանը, ֆանագրամայով էլ չենք շփվում։ Դուք խոսքի իրավունք ունեք Սրբազան հայրենի կանգնեք։ Ինչպես միշտ։ Գիտենք, որ դուք լրի վիրագործել եք։ Ինձ որևէ մեկը կյանքի առավելություն չի տվել, ոչ այս կալանքի փոխելով, ոչ չփոխելով, ոչ իմ ազատությունը սահմանափակել են կարողացել, ոչ էլ հիմա իբր թե փոխել են։ Բացարձակ ոչ մի բան տեղի չի ունեցել իմ կյանքում որպես այդպեսին ազատության սահմանափակման իմաստով։ Մեկ տարի դուք անազատության մեջ եք Սրբազան հայ։ Փառք Աստծո։ Եվ հիմա դուրս եք եկել, ինչ փոխած ձեր ներսում։ Կամ ինչ փոխած ձեր ընկալումներում, չգիտեմ։ Իմ ընկալումները առավել են խորացել եւ հաստատվել, որ մեր երկիրը կարիք ունի արդարության եւ ճշմարտության։ Եվ այն չարիքը, որ իր քաղցկեղային բջիջներով տարածված է մեր բոլոր կյանքի բոլոր շերտերի մեջ, պետք է մաքրվի ուղղակի։ Եվ ես հանձն առել եմ, ես որ հնարավորություն այս պահին այո, փառք Աստծո, դրա մասին էլ կասեմ, ես հանձն եմ առել իմ բաժնով, իմ մասով, իմ պատասխանատվության դա անելու եւ անելու եմ։ Սրբազան որևէ կանխատեսել եք հենց վերադառնում եք Կաբուշ։ Այս պահին չգիտեմ ուր եմ գնում, իմ պաշտպանները կասեն, իմիջայլոց ուզում եմ շնորհակալություն, իմիջայլոց չէ, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ շատ սիրելի պաշտպաններին, նվիրյալ մարդիկ են, արդարության մարդիկներ են, Հովանեսը Խուդոյան, Տաթևը Սողոյան, Սերգեյ Հարությունյան, ինչպես նաև մեր մյուս բոլոր պաշտպաններին, բոլորին, ամբողջ փաստաբանական մեր խումբը, որ այս դատարանում է գտնվում։ Սրբազան որևէ դիտարկում ունեք, ինչու հենց այս շրջանում այս որոշումը կայացվեց։ Այդ կհարցնեք Վազգեն Ռշտունի դատավորին։ Ամեն դեպքում Ինքն է կայացրել, ես չեմ կայացրել։ Հնարավոր է, որ դուք Ես ուզում եմ ճշգրտում անել, չէ, հիմա երևի դեռ չգիտեմ անկեղծորեն, հավանաբար ինչ որ հասցե դրել են, կտեսնենք ինչ հասցե, կգնանք երևի, չգիտեմ, այս պահին կորոշի, դա շատ մանր խնդիր է։ Ուրեմն ինչ է ուզում ասել։ Մենք չենք դիմել, միջնորդություն չենք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության համար, որպես այդպեսի։ Ես ուզում եմ սա շատ հստակ լինի, ոչ տնային կալանք, ոչ վարչական վերահսկողություն եւ ոչ էլ այլ բան։ Մեր միջնորդության ներկայացումը դարձյալ ասում եմ, եղել է եւ դա էլ անընդունել ինձ համար եղել, անընդունել, որովհետեւ դա վիրավորական է, բոլոր առումներով։ Այո։ Թեպետ եղել է երկրից չբացակայելու արգելքով միջնորդություն։ Հիմա այսպիսի որոշում են կայացրել, որի հնարավորությունը ունեին դեկտեմբեր 30-ին կայացնելու։ Չեն արել։ Հիմա են արել, ուրեմն իրենց հարցրեք, թե ինչու են հիմա արել։ Ամեն դեպքում որոշման մեջ խոսքի սահմանափակում, որ Մինվոդը, Պիտիգորսկի, Սինտուկի համայնքը, հայոց համայնքը ձեր հետ է։ Շնորհակալ եմ։ Սրբազան հայ, որտեղ եք ձեր ընտրական իրավունքը որտեղ եք իրացնում։ Գնանք, հա, գնանք։ Ձեր ընտրական իրավունքը որտեղ եք իրացնում։ Իջևանում։ Իջևանում, տնային քաղաքի տակ համարվում, որովհետեւ խախտում չհամարվի, խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք, գոնե մի քիչ անցնի։ Ասեմ ձեզ, կներեք մայական, ավելի սահմանափակված քան Կալանավայրը։ Շատ օրինալ։ Ազատությունն ու արդարությունը թերի չեն լինում։ Մեծ բարձր պայքարը անկոտրուրն է։ Այո։ Բարի, լավ է։
Ապրես։ Աստված պահապան։ Ապրես, Աստված պահապան։ Դեռ լույսը արջևում է։ Այո։ Սպասել։ Աստված օգտակար սրբազան դաշտ։ Հեսա կասի։ Այդ փոքրել հետեր են։ Նանի Ինչ է ուզում ասել, քանի որ ես շատ էի ցանկանում վերադառնալ Կալանավայր։ Կալանավայր չի, այն տեղը, որտեղ ես գտնվում